Վարչապետ թոշակների բարձրացման հետ կապված ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ մեր չզեկուցվող հարցերի մեջ կա մի նախագիծ, որով պայմանավորված հարկային եկամուտների պլանավորվածից ավել հավաքմամբ մենք 20 միլիարդ դրամ եկամուտների պլանը ավելացրեցինք եւ այդ 20 միլիարդ դրամը տվեցինք կենսաթոշակի ապահովման համար։ Իհարկե ավել հավաքված գումարը ավելի է, քան 20 միլիարդը, բայց մենք այս պահին այդ 20 միլիարդը ճանաչեցինք որպես հավելյալ եկամուտ եւ հետագայում նաեւ բան կանենք կապահովենք մնացած միջոցների պատշաճ տրամադրումը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Ճիշտ է, պարոն Հակոբյան, բյուջեի եկամուտների կատարման մասին բան եք գրել ինձ, բայց հետո գործերով ընկա չկարեցա։ Չնայած դուք ասել եք մի շաբաթ 10 օր առաջ, որ եկամուտները երամսյակի պլանավորվածից ավելի շատ են լինելու, բայց խնդրում եմ տեղեկացրեք, ինչ է տեղի ունեցել։ Վարչապետ, նախ նշեմ, որ ամսակում բարձր աճերը պահպանվեցին, 14%-անոց մոտ աճ ունենք անցած տարվա առաջի երամսյակի նկատմամբ եւ եթե համեմատում ենք երկու ծրագրերի հետ, բյուջեի սկզբնական ծրագրի համեմատ 33 միլիարդով ավել մուտքեր ունենք, իսկ ճշտված ծրագրի համեմատ մոտ 30 միլիարդով, այսինքն ավելին է, քան սպասվում էր։ Այսինքն հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, պետական բյուջեի առաջին երամսյակի եկամուտները պլանավորվածից ավել են եղել 30 միլիարդ դրամով։ Այդ 30 միլիարդ դրամից 20 միլիարդ դրամը ուղղվում է թոշակառուների թոշակը բարձրացնելուն եւ ես էլի ուզում եմ այս առիթը օգտագործելով շնորհակալություն հայտնել կրկին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով նախատեսված հարկերը վճարող քաղաքացիներին եւ պետական բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր աշխատանքի արդյունքում հարկերը հավաքագրվում են, գեներացվում են եւ այդպես շարունակ, եւ երրորդը ընդհանրապես ես նաեւ տեսնում եմ ներքաղաքական կյանքում հարկերի դեմոնիզացիայի թեմա եւ ես ուզում եմ ընդգծել, այն ինչ որ խոսեցինք, հեսա ինչի մասին խոսենք, դեմոնիզացնել հարկերը նշանակում է հարվածել պետական եկամուտներին, նշանակում է հարվածել պետության, նշանակում է հարվածել առողջության ապահովագրության համակարգին, նշանակում է հարվածել թոշակների բարձրացման համակարգին, նշանակում է հարվածել դպրոցների կառուցման, մանկապարտեզների կառուցման համակարգին, դեմոնիզացնել հարկեր նշանակում է հարվածել զինված ուժերի եւ բանակի բարեփոխման, մեր երկրի պաշտպանունակությանը հարվածել եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ գիտեք ինչ, պետական բյուջեն, որը 2017 թվականի հետ համեմատ 2025 թվականին 135%-ով աճ է ունեցել, ձևավորվում է շատ փոքր, այսինքն միշտ չի, որ ինքը մեծ կտորներով է ձևավորվում։ Շատ փոքր վճարումներից 500 դրամ, 1000 դրամ, 3000 դրամ, այո, կան նաև միլիարդներ, բայց ես ուզում եմ, որ մենք այդ փոքր ամեն ՀԴՄ-ի դերը այս process-ի մեջ ամենևին չթերագնահատենք։ Իմիջիայլոց ես ուզում եմ ձեզ ասել նաև, որ թոշակառուները իրենք դեր են խաղացել իրենց թոշակը բարձրացնելու գործին։ Երբ որ մենք 2022 թվին 22-ին, չէ, 22-ի հուլիսին ոնց որ ներդնում ենք հետվճարի համակարգը, մենք թափանցիկ ասում ենք, սիրելի թոշակառուներ, ձեր ջանքը ուզում ենք ներդնենք, որպես ստվերը կրճատենք, որպեսզի գումար հավելյալ գեներացվի, որպես դրանով նաև ձեր թոշակները բարձրացնենք։ Այսօր դա իրողություն է։ Եվ ես կարծում եմ, որ սա մի կետ է, որին մենք հասել ենք, ինչի կապակցությամբ կարող ենք շնորհավորել մենք իրար։ Սա չի նշանակում, որ Հայաստանում ամենալավ թոշակային համակարգը կա կամ ամենաթոփ թոշակն ենք մենք ստանում։ Չէ նշանակում է, որ քայլ ենք արել, որը բերել է իր արդյունքը, բայց պետք է հաջորդ քայլը անենք, որը բերի նոր արդյունք եւ այդպես շարունակ։ Համեցեք։